Խաշ էր դրած, ասեցի խաշ։ Ոտքի։ Շարունակվում է թիվ ՀԿԴ 03-32-01-25 քրեական գործով դատականիստը, դատականիստների կարգավորին խնդրում զեկուցել ովքեր են ներկայացել։ Պատվական դատականիստի ներկայացել է գլխավոր դատախազության կոռուպցիոն կոմիտեում միջդատական վարչության ներկայացան նկատմամբ խորհրդան վարչության ավագ դատախազ Դանիելյանը, ներկայացել են Պաշտպան Արամայիս Հայաբեյանը, Վահե Իսակյանը, Զարուհի Կոստանդյանը եւ Հովհաննես Ղարաբաղյանը, ինչպես նաեւ ներկայացվել են Մեղադրյալ Վարդան Բոլյայի Ղուկասյանը։ Մյուս հանրային մեղադրողի բացակայության պայմաններում դատականիստը շարունակելու առնչությամբ կարող է շարունակել պատվական։ Շնորհակալություն։ Դատարանն արձանագրում է, որ դատականիստները հետաձգվել էին, որպեսզի պաշտպանության կողմին հնարավորություն ընձեռնվի հիմնական դատալսումների ընթացքում հետազոտման ենթակա ապացույցների ծավալի առնչությամբ դիրքորոշում ներկայացնելու միասնական, այսպես ասած, դիրքորոշում ձևավորելու համար ժամանակ էր տրամադրվել, խնդրեմ հարգելի պաշտպանության կողմ։ Պատվարժան դատարան մինչև այս հարցի քննարկման անցնել է, մենք ունեցել ենք 2 դատականիստ, որից մեկը արտահերթ է նշանակվել, մեկը նշանակված է եղել, որին չի կարողացել մասնակցել պարոն Ղուկասյանը եւ առաջին նիստը, որը եղել է այն պատճառով, որ պարոն Ղուկասյանը ունեցել է առողջական խնդիրներ։ Հիմա տեսեք, առողջական խնդիրների հետ կապված հարցը, թեպետ դուք դատական նիստում ինչ-որ քննարկում եք անցկացրել, բայց գտել եք, որ արժանահավատ չէ եւ ինչ-որ գրություն եք ընթերցել, որի մեջ չի եղել որևիցե բժշկի կողմից հավաստում կամ ինչ-որ մի ապացույց, որը տրամադրել բժիշկը, ով գտնվել է այդ ժամանակ, միգուցե եւ գտնվել է, բայց ես նման բժիշկ չգիտեմ, որ առկա է քրեակատարողական հիմնարկում Երևան կենտրոնում եւ գտել եք, որ արժանահավատ չէ պարոն Ղուկասյանի դիմումը ձեզ, առ այն, որ նա խնդիրներ ունի, այդ պատճառով չի կարող մասնակցել դատական նիստին եւ արժանահավատ եք համարել ինչ-որ գրություն ոստիկանների կողմից կազմված եւ ինչ-որ մի պաշտոնյայի կողմից ստորագրված։ Եվ դրանից հետո դուք որոշում եք կայացրել բերման ենթարկելու պարոն Ղուկասյանին եւ այդ գործողությունը ըստ էության կատարվել է, բայց չեք ապահովել դատական նիստերի բնականոն ընթացքը, ուղղակի պարոն Ղուկասյանը եկել է այստեղ, ոչ թե բերման ենթարկելով, այլ կալանքի տակ գտնվող մարդուն հարկադրաբար դատարան ներկայացնելը դա էլ է ինչ-որ աբսուրդային, այնուամենայնիվ այստեղ դատարանի նկուղում ուղղակի հակահիգիենիկ վիճակ է, ես չգիտեմ դուք ընդեղ իջնում եք, չեք իջնում, լինում եք այդտեղ չեք լինում, բայց գարշահոտը տուալետի ուղղակի կիլոմետրերից փչում է եւ այդ նկուղում պահվում են կալանավորները, այդում նաեւ գտնվել է պարոն Ղուկասյանը։ Բերել են, հետո հետ են ուղեկցել նորից մեկուսարան։ Հիմա ես ճիշտ ասած